Ժողովուրդ օրաթերթը գրում է. այսօր ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը ըստ փորձագետների ու կուլիսային աղբյուրների լարված ու բուռն կլինի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին ազատել թե մտքերը, թե ձեռքերը։ Բառացիորեն եւ կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիրի ելույթին, որը կանչի նիստի ընթացքում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կանելիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ժողովին։ Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել էր, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում։ ԿՊԱՄ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը։ Փաստ օրաթերթը գրում է. Հայ-առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե եկեղեցին, թե ազգային հայամետ ուժերը միակամ են ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության։ Սա մեր տեղեկություններով ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որ նպատակ ունի թուլացնել հայ-առաքելական եկեղեցին, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել իրենով անել։ Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչը անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ճանապարհին նա փորձում է մի կողմից պառակտում մտցնել եկեղեցում, մյուս կողմից գտնել աբիժնիկներ, որոնք այս կամ այն պատճառով նեղացած են կաթողիկոսից։ Աբիժնիկներ գտնելու հարցում Փաշինյանը արտահուստ հաջողել է։ Նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին ակալույց են արվել, նրանցից մեկը նույնիսկ 2 անգամ, տարբեր պատճառներով, ու հիմա նրանց իշխանական մի լրատվամիջոցից մյուսն են պտտեցնում, որ վարկաբեղին կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների։ Ավելին, այդ քարոզչությանը միացել է նաև ՀՄԷԿ-ը։ Ճիշտ է, նման հարցազրույցներից հետո շատ արագ բացահայտվում են կարգալույսների ստերը, սակայն Փաշինյանի համար դա ինչ է, կարևորը աղմուկն է։ Հրապարակ օրաթերթը գրում է. այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է հայաստանյաց եկեղեցին, սրբազանների հայտնի գործարար ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։ Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում Հունաստանում հանգստանում է եւ իր թիմի հետ շփվում է օնլայն եղանակով։ Հայաստան դաշինքի անդամները որպես կանոն հրաժարվում են նման հարցերին պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում։ Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միանային, որ նա երկրում չէ։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։